ակտիվին Մոսկվայում է եւ իհարկե մենք շարունակում ենք մեր հանդիպումները մեր հայրենակիցների հետ։ Իսկ այսօրվա հյուրը մի այնպիսի անձնավորություն է, որին ես բարեբախտաբար ճանաչում եմ 30 տարուց ավելի։ Եվ գիտեք թե ինչեր է արել այդ անձնավորությունը մեր հայրենիքի համար։ Մի մարդ, ով իսկապես կարելի է ասել կենթանի լեգենդներից մեկն է մեր ժողովրդի։ Առանց չափազանցության եմ դա ասում, որովհետև ներկա եմ եղել նրա բոլոր լավ գործերին, եղել եմ ինչպես ասում են տարեգիրը այդ հանդիպումների, այն կառույցների ստեղծման, որը նա արել է ժամանակի ընթացքում։ Դե երևի հասկացաք խոսքս Ռուսաստանի Հայերի Միության Համաշխարհային հայկական կոնգրեսի նախագահ բարի կամքի դեսպան Արա Աբրահամյանի մասին է։ Բարև ձեզ, պարոն։ Բարև ձեզ։ Շատ ուրախ եմ, որ հանդիպել եք։ Ես չգիտեի մասին, այդքան լավ բաներ ասացիք, ես չէի պատկերացնում, որ այդքան Ախր ես դա ասել եմ այդ լավերի 0.001%-ը, որտեղ դուք էլ լավ գիտեք, թե ինչերի միջով են կանցել։ Ձեր հետ եղել եմ աշխարհի 40-ից ավելի երկրներում եւ տեսել եմ, թե ինչպես են ձեզ ընդունում այդ երկրների նախագահները, վարչապետները, առաջին դեպքերը։ Անկամ զարմացել եմ, սա ախր պաշտոնական այցով չեք գնացել, ոչ էլ երկիր եք ներկայացել ինչ որ պաշտոնական առումով, բայց ընդունելությունը, հարգանքը եւ այնինչ ես վերջերս իմացա տեղի ունեցել Երևանի Զվարթնոց օդանավակայանում ձեր հանդեպ այդ շոուն, որ սարքել էին այս փուչ, այս ոչնչություն իրենց ներկայացնող իշխանությունները, ես ուղղակի ապշած էի մնաց։ Լավ ասում, սրանց մեջ մեկը չկա, խելքով մեկ ասի, լսեք, ում եք փորձում չթողնել երկիր։ Մի մարդու ով այս երկրի համար այնքան բան արել, որ դուք դրա նույնիսկ 1%-ը չեք արել։ Եվ զարմացա, որ դուք շատ հանգիստ Եվ աշխատանքն է, որ քաղցրացնում է մարդուս կյանքը եւ ուժ տալիս նրան։ Եվ իզուր չի ասել Սողոմոնի մաստունը, որ ծառի տակ պարկողի բերանը տանջ չի ընկնում։ Հետո գլուխ կիմ դա։ Եվ այստեղ է ասել Տեր Սանթրոսը, ով ալարի, ոչ դալարի։ Եվ գլուխ ռաջ է, աշխատանքն է, որ գաթից կարակ է անում, ալուրից հաց եւ գաթա եւ շատ ուրիշ կամով